Քառասունչորսօրյա պատերազմի 4-րդ օրը, երբ իշխանությունը պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղված լիներ անվտանգային հարցերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ է ստեղծվել։ Խոսքն ապրանքների դրոշմավորման մասին է, դրոշմավորում, որն իրականացվում է միայն ԵԱՏՄ տարածքում, դրոշմավորում, որից ստացվող միլիարդները հոսում են ոչ թե պետական բյուջե եւ դառնում ճանապարհ, դպրոց կամ մանկապարտեզ, այլ հարստացնում են առանձին մարդկանց։ Ընդ որում այսուհետ սա հավելյալ թաքնված հարկ է գործարարների համար։ Ով է այս փոփոխության շահառուն, ում գրպաններն են լցվելու QR կոդերից ստացվող փողերը։ Ֆակտոր TV-ն հետաքննել է այս բարեփոխման ստվերը։ 2018 թվականին արդեն ԵԱՏՄ-ի Եվրասիական տնտեսական միության նոր համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև անդամ մյուս երկրները պարտավորվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման նոր համակարգ դնել, խոսքը QR կոդերով դրոշմավորման մասին է։ Թղթային դրոշմապիտակներից QR կոդերի անցնելու ծրագրի առաջին փուլը Հայաստանում սկսվել է 2024 թվականին, ներառելով ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, ջուրը։ 2025-ի փետրվարին կառավարությունը հաստատել է QR կոդերով դրոշմավորման ենթակա 74 անուն ապրանքների ցանկը, ժամկետները եւ դրոշմավորման կանոնները։ Դրոշմավորման պահանջները միայն ԵԱՏՄ երկրների համար է, այլ երկրներ արտահանելիս Հայաստանի գործարարները նման պարտավորություն չունեն։ Դրոշմավորման միջոցով ԵԱՏՄ հարկային մաքսային ծառայությունները հատիկ առ հատիկ վերահսկում են միության տարածքում ապրանքների շրջանառությունը, արտադրությունից կամ ներմուծումից մինչև վաճառք։ Սպառողն էլ կարող է ծանոթանալ ապրանքի բնութագրին եւ ստուգել, կեղծ է այն թե իրական։ 2024 թվականին տնտեսվարողներին տրամադրվել է 1 միլիարդ 357 միլիոն հատ դրոշմապիտակ։ Դրանց համար պետությունը վճարել է 5 միլիարդ 130 միլիոն դրամ։ Քանի որ 2025-ից ավելի շատ ապրանքներ պետք է դրոշմավորվեն, նշանակում է ավելի շատ QR կոդեր են անհրաժեշտ լինելու։ Հետևաբար բազմապատկվելու է նաև շրջանառվող միլիարդների չափը։ Խնդիրն այն է, որ մինչ այս դրոշմապիտակների գինը վճարում էր պետությունը, իսկ այսուհետ QR կոդերի համար վճարելու են գործարարները։ Ստացվում է, որպեսզի պետությունը վերահսկի գործարարներին, դրա համար պետք է վճարեն նույն գործարարները։ Տարօրինակ է նաև այն, որ կառավարության կողմից բիզնեսին պարտադրվող դրոշմապիտակները տնտեսվարողներին տրամադրելու համար կառավարությունն ինքը դրանք ձեռք է բերել մասնավորից, այդ ընկերությանը հռչակելով ազգային օպերատոր։ Այսինքն կարգն ու գները սահմանում եւ վերահսկում է կառավարությունը, իսկ վաճառքն իրականացնում ու շահույթ ստանում է մասնավորը, որը փաստացի մենաշնորհ ունի։ Երբ եւ ինչպես է ընտրվել ազգային օպերատորը, ինչպես նշեցինք, այս հարցն այնքան կարևոր է եղել իշխանավորների համար, որ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը 2020-ի սեպտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է գտել եւ հաստատել է ազգային օպերատորի ընտրող հանձնաժողովի կազմը։ Դրանում ներառվել են հիմնականում ՊԵԿ նախագահն ու նրա տեղակալները, իսկ ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացվել է ուշադրություն նոյեմբերի 12-ին, նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից ընդամենը 3 օր անց։ Այն ժամանակ, երբ երկրում համատարած ցնցումներ էին։ Ընդ որում մրցույթի պահանջներն ի սկզբանե այնպես էին սահմանված, որ Հայաստանում դրանց համապատասխանող մասնակից գտնելը դժվար կլիներ։ Օրինակ, օպերատորը պետք է վերջին 5 տարում ունենա էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման, ներդրման եւ սպասարկման փորձ, իրականացված առնվազն 50 միլիոն դրամի պայմանագրերի շրջանակում։ Կոնսորցիումի դեպքում անդամներից առնվազն մեկը պետք է բավարարի սույն կետով սահմանված պահանջի իրականացմանը։ Արդյունքում դիմել է մեկ մասնակից, որն էլ դարձել է ազգային օպերատոր։ Այսինքն պատերազմի թեժ շրջանում կառավարությունը մենաշնորհի իրավունք է տվել մի կոնսորցիումի, որի միայն մեկ անդամն է հայկական, հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն Արմենիան, մյուս երկուսը ռուսական ընկերություններ են, Ցենտր развития перспективных технологий եւ IMARC-ը, ովքեր են այս կոնսորցիումի իրական շահառուները։ Ֆակտոր TV-ն պարզել է, որ վերջին շրջանում հետաքրքիր տեղաշարժեր են եղել, ավելին կոնսորցիում փաստացի այլևս գոյություն չունի։ Պետական ռեգիստրի համաձայն 2023-ի դեկտեմբերին ռուսական Ցենտր развития перспективных технологий ՍՊ-ն իր 50% բաժնեմասը վաճառել է հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն Արմենիային։ 2024-ի հուլիսին կառավարության որոշումը, որով կոնսորցիումը դարձել էր ազգային օպերատոր, ուժը կորցրած է ճանաչվել։
Իսկ հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն Արմենիան առանց կոնսորցիումի մրցույթային նախնական պահանջներին չէր համապատասխանում, առնվազն չուներ էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման, ներդրման եւ սպասարկման 5 տարվա փորձը, հետեւաբար մրցույթին միայնակ մասնակցելու դեպքում չէր կարող դառնալ ազգային օպերատոր։ Ասել է, թե կոնսորցիումը ստեղծվել էր հատուկ այդ մրցույթի համար։ Պեկից հետաքրքրվել ենք, արդյոք ազգային օպերատորի փոփոխություն նախատեսվում է։ Պատասխանը բացասական էր, օպերատորի փոփոխություն այս պահին չի նախատեսվում։ Ռուսական ընկերության հեռանալուց 1 տարի անց 2024-ի դեկտեմբերին հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն Արմենիան իրեն պատկանող իր իսկ 50% բաժնեմասը վաճառել է նույն տարում 2024-ին ստեղծված VPB-ին, ապա հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն Արմենիան վերանվանվել է ԻՄԱՐԿ ՍՊԸ։ Իսկ ով է այս նորաստեղծ ընկերության իրական շահառուն։ VPB-ի հիմնադիրն ու միակ սեփականատերը Միքայել Փաշայանն է, որը տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ-ում։ 2008 թվականին 26 տարեկանում նա արդեն ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն էր, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի հիմնադիրներից մեկն է եղել, իսկ հեղափոխությունից հետո 2018-ից ՊԵԿ նախագահի տեղակալ։ Փաշայանը պաշտոնը լքել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին, փաստացի, երբ արդեն ընտրվել էր ազգային օպերատորը։ Իդեպ ՊԵԿ-ում իր կարիերայի ավարտին նա պարգևատրվել է մեդալով։ Ստացվում է, Միքայել Փաշայանը պարզապես դուրս է եկել ստվերից եւ ստանձնել իր կազմակերպած մրցույթում հաղթած ընկերության սեփականատիրոջ դերը։ Ոչ պակաս ուշագրավ է ազգային օպերատորի մյուս 50%-ի բաժնետերը։ Պետական ռեգիստրի համաձայն դա Ֆրուկտուս ՍՊԸ-ն է։ Այն 2014 թվականին հիմնադրել է Նարեկ Եսայանը։ Ընկերությունը գտնվում է Տավուշի Կողբ գյուղում։ Հետաքրքիր է, որ այն էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման ու սպասարկման որևէ փորձառություն չունի։ Ֆրուկտուսի գործունեության տեսակը ՊԵԿ-ում նշված է շենքերի մասնագիտացված մաքրում։ Սակայն 2020 թվականին այն Պաշտպանության նախարարությանը մոտ 66 միլիոն դրամի համակարգիչներ է մատակարարել, իսկ ազգային ժողովին 186,000 դրամի գինիներ։ Իդեպ գինիների արտադրողը Northern Terroir ՍՊԸ-ն է, որի 5%-ի բաժնետերը Ֆրուկտուսը, իսկ իրական շահառուները Հայկ եւ Ալեքսանդր Եսայաններն են, Նարեկ Եսայանի ազգականները։ Խոսքը Թիմ Թելեկոմի Երևան հյուրանոցի սեփականատերերի մասին է, որոնք տասնյակ տարիներ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների գործընկերներն են եղել։ Նրանք Յուքոմ ՍՊԸ-ի համասեփականատերեր էին այն ժամանակ, երբ Յուքոմը բազմամիլիոնանոց պատվերներ էր ստանում ՊԵԿ-ից, այդ թվում մշակել եւ սպասարկում էր հարկային հաշվետվությունների ներկայացման հարկատու 3 էլեկտրոնային համակարգը։ Այն պետբյուջեին արժեցել է գրեթե 1 միլիարդ դրամ, սակայն մինչ օրս տնտեսվարողները խնդիրներ են ունենում հաշվետվություններ ներկայացնելիս։ 2020 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանի որդիներն արդեն հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում, Յուքոմի բաժնետերերի միջև տարաձայնությունների պատճառով Եսայանները հեռացել են ընկերությունից, հիմնադրել Թիմ ՓԲ-ն եւ գնել Վեոն Արմենիան, ապրանքանիշը Բիլայն։ Այս բաժանումից հետո Եսայանները ՊԵԿ-ի հայտարարած մրցույթները շարունակում են հաղթել իրենց այլ ընկերությունների միջոցով, օրինակ Team Solutions, Team Systems ՓԲ-ներ։ 2020-ից 2024 թվականների ընթացքում դրանց պետպատվերի ընդհանուր ծավալը գերազանցել է 5 միլիարդ դրամը։ Ընդ որում, այս ընկերությունները հիմնականում ՊԵԿ-ի մրցույթների միակ մասնակիցներն են լինում, իսկ հազվադեպ, երբ երկրորդ մասնակից է լինում, որը շատ ավելի մատչելի առաջարկ է անում, միևնույն է, հաղթում է Եսայանների ընկերությունը։ Օրինակ 2022 թվականին ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների համար ՊԵԿ էլեկտրոնային ԱԱՀ համակարգի ներդրման խորհրդատվական ծառայությունները կոմիտեն ձեռք է բերել Team Solutions-ից 95 միլիոն դրամով, թեև Best Work ընկերությունը նույն ծառայությունն առաջարկել էր 35 միլիոն դրամով։ Մեր հետաքննության ընթացքում Եսայաններ ՊԵԿ համագործակցության հետ կապված եւս մեկ հետաքրքիր փաստ ենք պարզել։ Հաշվեկնիչ պալատը 2023 թվականին ՊԵԿ-ում ստուգումների ժամանակ հայտնաբերել է շուրջ 273 միլիոն դրամի գերածախս կամ չարաշահում, սակայն դա մնացել է անհետևանք։
Մասնավորապես 2021 թվականին կոմիտեն առանց շուկայական գների վերլուծության եսայանների Team Systems ընկերությունից գնել է կոմպոզիտիվ սերվերներ եւ տվյալների պահոցներ 1 միլիարդ 310 միլիոն դրամով։ Team Systems-ն իր հերթին սարքավորումները ձեռք է բերել մեկ այլ ընկերությունից, Elcor Distribution SP-ից, որն էլ դրանք ներմուծել է արտերկրից։ Արդյունքում Հայաստան ներմուծված եւ Պեկին մատակարարված ապրանքների գների տարբերությունը կազմել է առնվազն 273 միլիոն դրամ։ Այսինքն ՊԵԿ-ը 273 միլիոն դրամ վճարել է եսայանների ընկերությանը զուտ միջնորդության համար։ Չնայած միլիոնների փոշիացմանը հաշվեկնիչ պալատը հարկ չի համարել այդ նյութերն ուղարկել դատախազություն։ Իրավապահներն էլ իրենց հերթին անտարբեր են գտնվել եւ ինչպես պարզել ենք Հայաստանի դատախազությունից, դեպքի կապակցությամբ քրեական վարույթ չկա։ Խելագարվելու բան է, լրիվ բանի այն սյուրռեալիստական ֆիլմի սյուժե է։ Թեև ռուսական ընկերությունը դե յուրե դուրս է եկել Հայաստանի ազգային օպերատորի բաժնետերերի կազմից, դրա դերը կարևոր է փոխկապակցվածությունների շղթան եւ դրոշմավորման այս բարեփոխումն առաջ մղելու հարցում Հայաստանի իշխանությունների փութաջանությունը հասկանալու առումով։ Այմարկը ռուսական Ցենտր развития перспективных технологий (CRPT) ընկերության դուստրն է։ CRPT-ն Ռուսաստանում QR կոդերի, որ կոչվում է Չեսնի Զնակ, օպերատորն է։ Նույնպես մասնավոր ընկերություն է, ստեղծվել է 2017 թվականին։ Հիմնադիրները երկուսն են եղել՝ Պետեր Սերվիս բաժնետիրական ընկերությունը 75% բաժնեմասով եւ Elvis Plus Group ընկերությունը 25% բաժնեմասով։ Պետեր Սերվիսի հիմնադիրը Ռուսաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից Մեգաֆոնն է, որը ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովին պատկանող USM Holding-ի մաս է։ Իդեպ այս ընկերության ղեկավարը հայ է Խաչատուր Փամբուխչյան։ Elvis Plus Group-ի հիմնադիրը ռուս գործարար Ալեքսանդր Գալիցկինն է, Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինի վաղեմի գործընկերը։ Ռուսաստանում իր մենաշնորհ դիրքը CRPT-ն ստացել է նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, այն ժամանակ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայել Միշուստինի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերով։ Նրանց հետ Ուսմանովի սերտ կապերի մասին ռուսական մամուլում հետաքննություններ են հրապարակվել։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի պետական ռեգիստրում Չեսնի Զնակի իրական սեփականատերերի մասին տեղեկությունները փակ են եւ պաշտոնապես հայտնի չէ թե ներկայում ում է պատկանում CRPT-ն։ 2024-ի տարեվերջին ընկերությունը հայտարարություն է տարածել, թե Ալիշեր Ուսմանովի USM Holding-ը լքել է CRPT-ն, սակայն բաց աղբյուրները պարզապես ֆիգուրների փոխատեղման մասին են վկայում։ Ռուսական պրոյեկտ մեդիայի տվյալներով ընկերության նոր գաղտնի բաժնետեր են դարձել Գազպրոմբանկ եւ Ռոստեխ ընկերությունները։ Իսկ ինչ կապ ունեն ռուս պաշտոնյաներն ու օլիգարխը Հայաստանում դրոշմավորման հեղինակների հետ։ Մեր աղբյուրների համաձայն ՊԵԿ-ՏՏ-ի նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Միքայել Փաշայանը սերտ հարաբերություններ ունի Միխայել Միշուստինի հետ, դեռ այն ժամանակվանից, երբ վերջինս Ռուսաստանի հարկային ծառայության պետն էր։ ՊԵԿ նախկին աշխատակիցները վստահեցնում են, որ Փաշայանը նույնիսկ ուղեկցել է Միշուստինին Արցախ նրաշրջայցի ընթացքում։ Միքայել Փաշայանը փոխկապակցված է նաև Ալիշեր Ուսմանովի հետ։ Նրա անունը հանդիպում ենք Open Sanctions տվյալների միջազգային բազայում, որտեղ հրապարակվում են պատժամիջոցների տակ կամ ռիսկային գոտում գտնվողների անունները։ Պարզվում է 2021 թվականի հունվարի 13-ին Փաշայանը նշանակվել է միջազգային թվային տեխնոլոգիաների կենտրոն ՍՊ-ի գլխավոր տնօրեն։ Իդեպ այս ընկերությունը գրանցված է եղել նույն շենքում, ինչ CRPT-ն։ Ընկերությունը ստեղծվել էր Հայաստանյան ազգային օպերատորի ընտրությունից օրեր առաջ, 2020-ի նոյեմբերի 2-ին, հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ, 2023-ի հոկտեմբերին լուծարվել։ Այն պատկանել է Ալիշեր Ուսմանովի USM Holding-ին։ Փաշայանն այս ընկերությունը ղեկավարել է մինչև 2023-ի ապրիլ։ Ստացվում է Ուսմանովին պատկանող կոնսորցիումի Հայաստանում ազգային օպերատոր դառնալուց հետո ՊԵԿ փոխնախագահը, որ այդ մրցույթի հիմնական դերակատարներից մեկն էր, պաշտոն է ստացել ռուս օլիգարխի նորաստեղծ ընկերությունում։ Factor TV-ն փորձել է Միքայել Փաշայանից պարզել, ինչ հիմքով է Իմարկ ՍՊ-ն ազգային օպերատոր
երբ այլևս չկա կոնսորցիումը, ինչու է օգտագործել իր պաշտոնեական դիրքը մենաշնորհատեր դարձնելով մի ընկերության, որի համասեփականատեր է դարձել պաշտոնից հեռանալուց հետո։ Փաշայանին ուղղված մեր գրավոր հարցմանը պատասխանել է ԻՄԱՐԿ ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը եւ նշել, որ ԻՄԱՐԿ-ը նույն հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն Արմենիան է եւ հղում է արել 2022 թվականի կառավարության մի որոշման, որով ուղիղ ձևով ընկերությունը հայտարարվում է ազգային օպերատոր։ Հովհաննիսյանը նաեւ նշել է. Միքայել Փաշայանը նույնականացման միջոցներով դրոշմավորման ազգային օպերատորի ընտրությանը չի մասնակցել եւ նույն ժամանակ չի հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետ պաշտոնյա։ Մինչդեռ հիշեցնենք, Միքայել Փաշայանը պաշտոնից ազատվել է 2020-ի նոյեմբերի 16-ին, իսկ օպերատորի ընտրության մրցույթը կայացել է նոյեմբերի 12-ին, այսինքն նա այդ ընթացքում ոչ միայն պետ փոխնախագահն է եղել, այլև մրցութային հանձնաժողովի անդամ։ Ուշագրավ է, որ պետական ծառայությունում իր 12-ամյա պաշտոնավարման շրջանում Փաշայանը ըստ գույքի եւ եկամուտների հայտարարագրերի հարստության փոխարեն պարտք է կուտակել։ Առաջին անգամ նա հայտարարագիր ներկայացրել է 2017 թվականին, վերջին անգամ 2020-ի դեկտեմբերին։ Այդ տարիների ընթացքում նա գնել է Toyota Magnishi ավտոմեքենա, վաճառել բնակարաններից մեկը։ Փաշայանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանի կենտրոնում, 1 ամառանոց Դիլիջանում։ 2020-ին Կոմվերսբանկից վերցրել է մոտ 6.4 միլիոն դրամ վարկ, թեև նույն ժամանակ ունեցել է 27 միլիոն դրամ, 42,000 դոլար եւ 39,000 եվրո կանխիկ միջոցներ։ Հյուսիսային պողոտայի բնակարանը Փաշայանը չի հայտարարագրել, այն նրա կնոջ Անելիք բանկի նախկին ղեկավար Սամվել Ճզմաչյանի դստեր անունով է, բայց ընդհանուր բաժնային սեփականություն է։ Միքայել Փաշայանը ներկայում էլ ակտիվորեն զբաղվում է բիզնեսով եւ անուղղակի մասնակցում պետի կյանքին։ Նրա հետ փոխկապակցված է Դանյամ ընկերությունը, որը 2022-ից պետի գնումների մրցույթների հաղթող է։ Մինչ օրս մատուցել է 2.7 միլիարդ դրամի ծառայություն։ Այս ընկերության իրական շահառուն 2024-ի մայիսից Սուրեն Ավետիսյանն է։ Նա Մասշտաբ Consultancy ընկերության փոխտնօրենն է, իսկ ահա Մասշտաբ Consultancy-ի համահիմնադիրը նույն Միքայել Փաշայանն է։ Որպես դրա իրական շահառու ռեգիստրում նշված է Լիաննա Կուսեկյանը, որը երկար տարիներ ՊԵԿ-ում աշխատել է Փաշայանի ենթակայությամբ։ Իդեպ Դանյամի գործընկեր է նաև Դուբայում տեղակայված Midwise Information Technology ընկերությունը, որը եւս պատկանում է Միքայել Փաշայանին։ Իրավապահ համակարգը Փաշայանից պահանջներ չունի։ Նա չի անցնում որևէ գործով։ Միայն նախաքննության ընթացքում հարցաքննվել է Գագիկ Խաչատրյանի գործով։ Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները ռուսական բարձր հովանու ներքո մեր երկրում ներդրել են մի համակարգ, որից ստացվող ողջ շահույթը գնում է մի քանի մասնավոր անձանց գրպանը։ Ինչպես ասում են, չասեմ, հասկացաք։